Պետրոսյանն է գալիս։ Նիստը հայտարարվում է բացված, խնդրում եմ նստել։ Քննվում է քրեական գործ նիստ մեղադրանքի Արմեն Այվազյանի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով, այն է. դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնասվածք պատճառելը, որն առաջացրել է տեսողության կորուստ։ Նիստը նախագահում է Դատավոր Օհանյանը, քարտուղարում է Լուսինե Սուջյանը։ Խնդրեմ ներկայացրեք։ Դատական նիստին ներկայացել են մեղադրող դատախազ Մարի Հակոբյանը, ամբաստանյալի պաշտպան փաստաբան Լարիսա Հարությունյանը, ամբաստանյալ Արմեն Այվազյանը, տուժողի ներկայացուցիչ Մերի Պետրոսյանը։ Դատական նիստին բոլորը ներկայացել են, բացակայող անձիկ չկան։ 2013 թվականի հունվարի 8-ին Քանաքեր Զեյթուն համայնքում Քանաքեր հեկ ամառանոցային հատվածում 15 տանից 100 մետր հեռավորության վրա գրեթե մահամերձ վիճակում հայտնաբերվել է Երևան քաղաքի Քանաքեր հեկ թիվ 37 շենքի բնակիչ Սարգիս Մարգարյանը։ Դատաբժշկական հետաքննության տվյալներով պարզ է դարձել, որ նրա վրա բռնի գործողություններ են կատարել։ Բուտ գործիքով հարվածել են Սարգիս Մարգարյանի գլխին, մինչև վերջինս կորցրել է գիտակցությունը։ Սարգիս Մարգարյանին տեղափոխել են հիվանդանոց, շատ մեծ դժվարությամբ կարողացել են նրան գիտակցության բերել, սակայն ծնոտի կոտրվածքի, ձեռքերի, կրծքավանդակի կողերի, գլխի կոտրվածքի պատճառով նա դեռևս գտնվում է հիվանդանոցում։ Տուժածի կինը դիմել է ոստիկանություն վստահեցնելով, որ իր ամուսնու հանդեպ նման անմարդկային արարքի հեղինակն է իր նախկին սիրեցյալը, որը ոչ մի կերպ չհամակերպվեց այն մտքին, որ վերջինիս ամուսնացել է Սարգիս Մարգարյանի հետ։ Մերի Պետրոսյանը պնդում է, որ ամբաստանյալ Արմեն Այվազյանը նրան հանգիստ չէր տալիս ամենօրյա զանգերը, անսպասելի հետապնդումները, մի խոսքով նրա խաղաղ եւ հանգիստ կյանքի խոչընդոտելը արդեն ծայրահեղ աստիճանի զայրացրել էր տուժող կողմին։ Եվ նա քրոջ խորհրդով ստիպված էր ամուսնուն պատմել, որ Արմեն Այվազյանը նեղացնում է իրեն։ Նա հունվարի 7-ին պատմում է ամուսնուն ամբաստանյալի պահվածքի մասին, իսկ հաջորդ օրը հունվարի 8-ին էլ տեղի ունենում այս պատմությունը։ Եվ այսպես քրեական գործ է հարուցվել Երևան քաղաքի Ետմալյան 13 շենքի բնակիչ Արմեն Այվազյանի դեմ 112-րդ հոդվածի առաջին մասով։ Այն է դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական ծանր վնասվածք պատճառելը, որն առաջացրել է տեսողության կորուստ։ Առայժմ այսքանը, հարգելի դատարան։ Շնորհակալություն։ Ամբաստանյալ, կանգնեք։ Պարզ է մեղադրանքի էությունը։ Այո, պարոն դատավոր։ Հարգելի դատարան, պետք է դիմել հարգելի դատարան արտահայտության, պարզ է։ Այո, հարգելի դատարան։ Ձեզ մեղավոր ճանաչում եք։ Այս ամեն ինչը հեքիաթ է, դες բան չկա։ Այո կամ ոչ, ամբաստանյալ։ Ոչ։ Կողմերն ինչ կարծիքի են ապացույցների հետազոտման հաջորդականության վերաբերյալ։ Պաշտպան։ Հարգելի դատարան, նման իրավիճակում դժվար է կարճ խոսքով ավարտել, սակայն ես վստահ եմ, որ իմ պաշտպանյալը անմեղ է եւ դատավարման ընթացքում կփորձեմ ապացուցել նրա անմեղությունը։ Ամբաստանյալը նույնպես ցուցմունք է տալու։ Այո, իմ պաշտպանյալը անպայման կասի իր խոսքը, բայց նախ առաջարկում եմ լսենք տուժող կողմին, եթե իհարկե դեմ չեք։ Շատ լավ։ Տուժողի ներկայացուցիչ, մոտեցեք։ Մերի Մարգարյան, ծնված 1983 թվականին Երևան քաղաքում, բնակվում է Քանաքեր հեկ 37 շենք 12 բնակարանում։ Այո, Ինչով եք զբաղվում։ մասնագիտությամբ հոգեբան եմ, բայց չեմ աշխատում։ Դու ինչ հոգեբան քեզանից, դու հոգեկան ես։ Ամբաստանյալ, կարգ պահպանեք, մեղադրող ձեր հարցերը։ Կասեք դուք տուժող վկա Մարգարյանի ինչն եք։ Ես նրա օրինական կինն եմ։ Շատ բարի։ Ասացեք խնդրեմ տուժող, դուք ամբաստանյալին որտեղից եք ճանաչում։ Արմենի հետ մենք համադասարանցիներ ենք եղել։ Երրորդ դասարանից նա ինձ սիրահետում էր։ Իսկ ինչպես եք զգացել, որ ամբաստանյալ այդքան վաղ տարիքից սիրահարված է եղել ձեզ։ Արմենը չէր թողնում, որ իմ դասընկերները ինձ մոտենային, կամ իմ կողքը որևիցե մի տղա նստեր, բոլորին ծեծում էր։ Այդպես էգոիստ էր մեծացավ։ Լավ, իսկ մինչև երբ տևեց այդ մանկական սիրավեպը։ Մինչև որ ծնվեց Արմենի երեխան։ Այսինքն, կբացեք փակագծերը, կասեք, երբ սկսեցիք առաջին անգամ լուրջ հանդիպել։ Վերջին զանգի օր Արմենը ինձ ամուսնության առաջարկություն արեց։ Մենք այդ օրը առաջին անգամ համբուրվեցինք։ Եվ հետո սկսեցինք հանդիպել։ Մերի,
Խնդրում եմ ըստ էության խոսեք։ Ինչու եք կարծում, որ ձեր ամուսնուն ծեծել է հենց Ամբաստանյալը։ Երբ ես սկսեցի Սարգսի հետ հանդիպել, Արմենը սկսեց հետապնդել ինձ։ Հետևում էր, հանգիստ չէր տալիս։ Չէր ուզում ինձ կորցներ։ Իսկ ամուսնանալուց չանցած մի ամիս այսպեսի դեպք պատահեց։ Դժբախտացրեց ինձ։ Ատում եմ քեզ, Արմեն։ Ատում եմ։ Ուզում եմ մեռնես։ Տիկին, հանգստացեք, խնդրում եմ, եւ պատմեք ինչ տեղի ունեցավ ամսի 8-ին։ Մենք Մեղրամսից վերադառնալուց հետո որոշեցինք, որ առանձին պիտի ապրենք։ Այնտեղ առանձնատուն ունեինք, ամուսինս էլ ասաց կգնանք այնտեղ կապրենք, քանի որ այնքան էլ հեռու չի։ Ինքն էլ գնաց այնտեղ, որ կարգի բերի գազօջախ տնի։ Իսկ դուք ինչու չգնացիք։ Ուզում էի գնայի, բայց չթողեց, ասես դու ավելորդ ես։ Բայց զգում էի, որ մի բան են չի։ Մի օր առաջ, որովհետև արդեն պատմել էի Արմենի մասին։ Զգում էի մի բան, ու այս անաստվածը ամեն ինչ հարամեց։ Լսի մերի, բաները ճապավորի ասում եմ։ Երբ մութը ընկավ, ես սկսեցի արդեն վախենալ, որովհետև Սարգսից ոչ մի լուր չկար։ Իսկ ես ոչինչ չասացի, գնացի նրա հետևից, լույսը վառեր, բայց Սարգիսը չկար։ Եվ ինչ արեցիք այդ ընթացքում։ Գնացիք ձեր ամուսնուն փնտրելու։ Այո։ Կանչում էի նրան, բայց ոչ մի արձագանք։ Լավ, որ գնացիք, ինչ արեցիք հետո։ Դուրս եկա տանից սկսեցի կանչել ամուսնուս։ Մի առժամանակ զանգում էի, որպեսզի գոնե զանգերից պատասխաներ։ Հետո լսեցի հեռախոսի ձայնը, վազեցի տեսա։ Տեսա արյունի մեջ կորածակ, հանգիտակից։ Կարելի է մեկ հարց։ Խնդրեմ։ Լավ, եթե դուք վստահ եք, որ իմ պաշտպանյալը մեղավոր է, ապա նա ինչպես կարող էր իմանալ, թե այդ օրը այդ ժամին որտեղ է գտնվում ձեր ամուսինը։ Չգիտեմ, հաստատ զանգել է իրան։ Ասեցի չէ, որ առաջերը պատմել էի ամուսնուց։ Հարգելի դատարան, ինձ մոտ կա Սարգիս Մարգարյանի վերջին մեկ շաբաթվա ընթացքում կատարված զանգերի ցուցակը եւ ասեմ, որ այստեղ բացակայում է իմ պաշտպանյալի հեռախոսահամարը։ Նրա կողմից չկա ոչ զանգ եւ ոչ էլ հաղորդագրություն։ Հաստատ ջնջել է մեջից։ Չգիտեմ, մի բան արել է, բայց հաստատ այդ համարը ջնջել է։ Հարգելի դատարան, սա անհիմն մեղադրանք է, քանի որ ինչպես նշել է իմ պաշտպանյալը նախնական հարցաքննության ժամանակ, այս կինը երևակայական հիվանդ է։ Ես եմ երևակայական հիվանդ։ Դուք հիմքեր ունեք նման բարձիկ հայտնելու։ Դեռ ոչ։ Ուրեմն խնդրում եմ ավելորդ արտահայտություններ չանել։ Իսկ որ ինքը հաստատ հոգեկան հիվանդ է, այդ փաստը ոչինքն է ինձ հետաքրքրում։ Առավել եւս ոչ էլ է ամուսինը։ Երանի չէր չհետաքրքրեի։ Երանի չէր հանգիստ թողնեիր ինձ։ Դե ուրեմն իմացի, որ էդի տենց է։ Արդեն ուշ է։ Դու ինչ անելու էիր, արել ես արդեն։ Չէ դու լրիվ գիժես։ Դու իսկականից հոգեկան հիվանդ ես։ Ու այս ամեն ինչը սարքում ես, որ շարը վրես գցես։ Ամբաստանյան լռություն։ Կասեք, իսկ ինչու հենց հունվարի 7-ին որոշեցիք պատմել ձեր ամուսնուն, որ Ամբաստանյալը անհանգստացնում է ձեզ։ Երբ ամուսնացանք, գնացինք Ծաղկաձոր Մեղրամիսի։ Երբ վերադարձանք Ծաղկաձորից, Արմենը նորից սկսեց ինձ անհանգստացնել։ Հա զանգում էր։ Ես էլ ստիպված եղա հեռախոսս փոխել, համարը փոխել։ Բայց իհարկե չդադարեց, մի օր քուրը զանգեց, ասաց, որ գնամ իրենց տուն, բայց մենակ։ Ինչու։ Չգիտեմ ինչու, բայց ճիշտն ասած մտածում էի, որ հաստատ Արմենի ձեռքի գործն է։ Ես էլ մտածեցի ավելի լավ է գնամ, կխոսեմ հետը, կասեմ, որ հանգիստ թողնի ինձ, որովհետև ես արդեն ամուսնացած կին եմ։ Իսկ ինչ ասեց Արմենը, ինչպես իրեն պահեց։ Շատ վատ։ Սկսեց գոռալ, ասել, որ սիրում է ինձ, չի կարող առանց ինձ ապրել, որ իր ամուսնությունը իր համար կարևոր չի, կապը կբաժանվի մի օր ու կամուսնանա ինձ հետ։ Ես էլ նրան ասացի, որ արդեն ուշ է, որովհետև ես ամուսնացած եմ եւ չեմ պատրաստվում բաժանվել։ Մերի դու հասկանում ես, որ դու լրիվ հիվանդ ես։ Ես խնդրեցի, չէ՞, որ մոռանաս ինձ։ Քուրս էլ խորհուրդ տվեց, ասաց, որ ամուսնուդ ասա, թող տղամարդիկին իրենք էլ հարցերը լուծեն։ Բայց ես ինչ իմանայի, որ սա իր հարցերը մենակ բռունցքներով է լուծում։ Լավ, Մերի, այդ տեսեք դուք ասում եք, որ իմ պաշտպանյալը ձեզ հետապնդում է եւ սիրում է։ Նա մինչև ամուսնանալն է, չէ՞ ձեզ սիրել։ Այդ դեպքում ինչու ձեզ հետ չի ամուսնացել։ Եթե սիրում էր, թող հենց ձեզ հետ էլ ամուսնանար։ Սկզբից Արմենի գործերը շատ վատ էր։ Գնաց Ռուսաստան, որպեսզի փող աշխատի։ Իհարկե պարտքեր հավաքած վերադարձավ հայրենիք, ծախեց հայրական տունը։ Հետո էլ անցավ գործի։ Լավ էր գործերը, շատ լավ։ Մի օր էլ իմացա, որ նշանվել է տիրոջ աղջկա հետ։ Այսինքն նա ձեզ թողել է։ Երանի չէր թողներ։ Նա ինձ ասաց, որ ինքը միայն փողերի համար է
ամուսնանում այդ աղջկա հետ ու կբաժանվի կամուսնանա ինձ հետ։ Եվ դուք էլ այնքան միամիտ եք, որ հավատացիք տղամարդու այդ խոսքերին։ Սկզբից չհավատացի, ասացի, որ ինձ հանգիստ թողնի, բայց ինքը ինձ հանգիստ չթողեց։ Վերջը ընդունեցի երկրորդի կարգավիճակը ու սպասում էի, որ մի օր կամուսնանա ինձ հետ։ Իսկ երբ հասկացաք վերջապես, որ ամբաստանյալը խաբում է ձեզ։ Երբ պատահական տեսա նրան ընտանիքի հետ զբոսնելուց ու վերջնականապես հասկացա, որ կորցրել եմ նրան։ Եվ դուք էլ որոշեցիք անհետանալ նրա կյանքից։ Այո։ Ես 30 տարեկան էի, մտածում էի, որ ես էլ եմ մարդ, ուզում եմ ընտանիք ունենալ, երեխաներ։ Սարգիսն էլ ինձ ամուսնության առաջարկություն էր արել։ Մտածեցի, որ խելքը գլխին տղա է, աշխատասեր, եւ ընդունեցի նրա առաջարկը։ Եվ այդ օրը, երբ Արմենը ձեզ նորից նեղացրեց, դուք որոշեցիք պատմել ձեր ամուսնուն։ Իսկ մինչ այդ, ձեր ամուսինը իմացել է ձեր եւ Արմենի սիրային հարաբերությունների մասին։ Այո, գիտեր։ Ես իմ ամուսնուն ասել էի Արմենի մասին։ Իսկ նա ինձ ասել էր, որ դա իրեն չի հետաքրքրում։ Ուղղակի ես ոչ մի իմաստ չեմ տեսնում, թե ինչու պետք է Արմենը ձեզ հետապնդեր, չէ՞ որ նա էլ ամուսնացած էր եւ երջանիկ էր, իր ընտանիքն ուներ։ Ինչու պետք է նա ձեզ հետապնդեր։ Արմենը հենց ինքն է ասում, որ ձեզ չի սիրում։ Գիտեմ, որ չի սիրում։ Նա բացի իրենից ոչ մեկին չի սիրում։ Էգոիստ է, որովհետև այն ինչ որ իրեն է պատկանում, ոչ մեկին չպիտի պատկանի։ Էգոիստ հիվանդ։ Այո, նման հիվանդությունը ցավոք մեր օրերում շատ տարածված է։ Մեր պրակտիկայում բազմաթիվ դատավարությունների ենք ականատես եղել, որտեղ ամբաստանյալները տառապել են վերը նշված հիվանդությամբ։ Եվ ինչպես տեսնում ենք, մեր ամբաստանյալն էլ բացառություն չէ։ Ինչպես նաև մեր պրակտիկայում մենք ականատես ենք եղել այնպիսի կանանց, ովքեր ամեն ինչի պատրաստ են հանուն նրա, որպեսզի պատժեն իրենց մերժող տղամարդուն։ Լավ, վերջ տվեք ձեր վիճաբանությունը։ Հարգելի դատարան, ինչպես տեսնում եք, ամբաստանյալը չէր պատրաստվում ամուսնանալ Մերիի հետ, սակայն նա չէր ցանկանում, որ նաև Մերին ամուսնանա եւ երջանիկ լինի։ Ինչպես տեսնում ենք, նա ուզում էր մեկ ձեռքով երկու նապաստակ բռնել՝ եւ կին, եւ սիրուհի։ Ես այլևս հարցեր չունեմ։ Կարծում եմ արդեն ամեն ինչ պարզ է։ Տուժողն էլ վերջի որոշել է պատմել ամուսնուն, ամուսինն էլ զանգահարել է ամբաստանյալին, իսկ ամբաստանյալն էլ ահա նման կերպ է հարցը լուծել։ Թույլ տվեք առարկել հարգելի դատարան, քանզի իմ ձեռքում է գտնվում իմ պաշտպանյալի վերջին մեկ շաբաթվա ընթացքում կատարած եւ տան եւ բջջային հեռախոսազանգերի ցուցակը եւ ասեմ, որ այստեղ բացակայում է եւ Մերի Պետրոսյանի հեռախոսահամարը եւ Սարգիս Միքայելյանի հեռախոսահամարը։ Ես չգիտեմ, թե դուք Արմենի որ համարն եք ստուգել։ Ինքը օրական մի քանի համարներից զանգում է։ Իսկ դուք կարող եք նշել այդ համարներից որևէ մեկը, որից զանգել է Արմենը ձեզ։ Ոչ, չեմ կարող ասել, որովհետև ես իմ հեռախոսը փոխել եմ, ասեցի, եւ մեջը ոչ մի համար չեմ պահել։ Եվ Արմենի զանգերին չեմ պատասխանել, երբ որ իր զանգը լսել եմ, ես անջատել եմ հեռախոսը, որովհետև ես չէի ուզում նրա ձայնը լսել։ Ես ցավում եմ, քանզի դուք միայն խոսքերով եք ասում եւ ապացույցներ չունեք։ Հարգելի դատարան, խնդրում եմ սա գցեք գործին։ Ես առայժմ հարցեր չունեմ։ Իսկ դուք Ոչ, հարգելի դատարան, այլևս հարցեր չունեմ։ դուժողի ներկայացուցիչ, նստեք։ Ամբաստանյալ, կանգնեք։ Դուք Արմեն Այվազյան ծնված ապրիլի 1-ին 1983 թվականին ապրում եք քաղաք Երևան, Եկմալյան 13-18 բնակարանում։ Այո։ Մերի Պետրոսյանին ճանաչում եք։ Ցավոք սրտի այո։ Պաշտպան, խնդրեմ ձեր հարցերը։ Շնորհակալություն։ Ասացեք խնդրեմ Արմեն, այն ինչ որ մենք հիմա լսեցինք, դուժող կողմի մեղադրանքը, նրա ասածները համապատասխանում են իրականությանը։ Սուտ է։ Ամեն ինչ սուտ է։ Էսի ամեն ինչ խափում է, էսի հոգեկան հիվանդ է։ Հարգելի դատարան, իմ պաշտպանյալի շենքի ավտոկանգառում տեսախցիկներ կան տեղադրված եւ պարզ երևում է, թե ինչպես է իմ պաշտպանյալը հունվարի 8-ին ժամը 10:30-ի սահմաններում մեքենան կանգնեցրել ավտոկայանատեղիում եւ մոտեցել վերելակին, իսկ մեքենան տեղից չի շարժվել մինչեւ հաջորդ օրը ժամը 9։ Ես առարկում եմ, դա դեռ չի նշանակում, որ նա անմեղ է։ Նա կարող էր իր տանը նստել, իսկ նրա կողմից վարձած մարդը կամ մարդիկ կարող էին կատարել նրա պլանավորածը։ Ինչ? Ինչ վարձած մարդ։ Հարգելի դատարան, ես համոզված եմ, որ այս ամեն ինչը սաղ Մերի սարքածն է, որ մարդուն այտենց այդ օրը գցի ու այդ ամեն ինչին վզին բարդի։ Փաստորեն դուք չեք ժխտում, որ Մերիի հետ ընկերություն եք արել։ Ոչ, չեմ ժխտում։ Ով չգիտեր, որ Մերին միշտ է սիրահարված է եղել ինձ։ Ես էլ ազապ տղա, ինքն է սիրուն աղջիկ։ Ինչ է եղել, որ մի քիչ ժամանակ է անցկացնում, էլի։ Իսկ ինչու թողեցիք, ինչու վիճեցիք նրա հետ։ Որովհետև այդ ժամանակ ես հանդիպեցի իմ սիրած կնոջը։
ում հետ ես հիմա ամուսնացել եմ։ Ու արդեն անիմաստ էր մերի հետ ժամանակ անցկացնելը, նամանավանդ որ ես յան չէի սիրում։ Երբ ես հանդիպեցի իմ ապագա կնոջը, սիրահարվեցի ու մերին թողեցի։ Դու նրան սիրահարվեցիր։ Դու նրա փողերին սիրահարվեցիր, փողերին։ Լռություն դատարանում։ Շարունակեք, խնդրեմ։ Ամուսնացա ու այլևս մերի հետ անիմաստ էր ժամանակ ծախսելը, հանդիպելը, անի որ ես ունեի արդեն սիրած աղջիկ։ Ուղղակի իմ բախտը չբերեց, որովհետև իմ բիբշին Յանը տարածի մեկը դուս եկավ։ Դուք ինչքան ժամանակ եք ընկերություն արել, այսպես ասած, ձեր բիվշիի հետ։ 5 տարի։ Ու այդ 5 տարվա մեջ դուք չեք նկատել, որ մերին հոգեկան շեղումներ ունի։ Չեք զգում ձեր ասածները ինչ որ իրար հետ չեն բռնում։ Դուք ճիշտ եք։ Ինչ որ շեղումներ կար, բայց ոչ այս աստիճանի։ Չնայած որ հիշում եմ ինչեր է բերել ես իմ գլխին, սս ներվերս խախտվում է իրար։ Իմ ձեռքում է գտնվում Մերի Պետրոսյանից Արմեն Այվազյանին ուղարկված SMS-ների մի մեծ ցուցակ։ Եթե թույլ կտաք, մեկը կարդամ։ Եթե կարճ է։ Արևս իմ սրտիկս էլ չեմ կարում առանց քեզ, տենաս կգա մի օր, որ վերջապես քո գրկում արթնանամ։ Թույլ տվեք մեկն էլ կարդալ։ Չփոշմանես քո ստերի համար, դու դրա համար անպատիժ չես մնալու։ Այդ նամակի ամսաթիվը կասեք։ Հոկտեմբերի 14։ Այդ այն օրն էր, որ ես տեսա իրան իր երեխու ու կնոջ հետ։ Փաստորեն ինչ է դուրս գալիս, որ լքված մերժված կինը պատրաստ է ամեն ինչի, քանզի հենց նամակում հստակ նշվում է՝ չփոշմանես։ Ես կարծում եմ, որ այս ամենը պլանավորած է եղել նախապես Մերի Պետրոսյանի կողմից, եւ նա այս կերպ փորձում է վրեժխնդիր լինել իմ պաշտպանյալից։ Իսկ այնտեղ գրած չկա, որ գրած է, որ հանգիստ թող ինձ, որ չեմ ուզում էլ այլևս քեզ տենամ, որը պետք է այդտեղ կարդում, հա։ Այդ փաստաթղթում կա նման բովանդակությամբ SMS։ Ոչ հարգելի դատարան, նման բովանդակությամբ SMS չկա։ Թուղթը օրինական է, կարող եք ինքներդ էլ նայել։ Հարցեր ունեք մեղադրող։ Առայժմ ոչ։ Եկեք լսենք վկաներին։ Ես ունեմ հարց, եթե կարելի է։ Խնդրեմ։ Ասացեք, խնդրեմ, Մերի, դուք սիրում եք իմ պաշտպանյալին։ Շատ էի սիրում։ Բայց հետո հիասթափվեցի, որ զգացի, որ մատերի վրա ֆռացնում է ինձ։ Հիասթափվեցի ու հիմա ատում եմ իմ ամուսնու հետ կատարածից հետո։ Փաստորեն չեք մերժում, որ սիրել եք նրան։ Բայց նրա սերը միակողմանի չի եղել։ Իսկ կա որևէ ապացույց, որ Արմենը նույնպես սիրում է նրան։ Ոչ, չկա, ոչ մի SMS եւ ոչ մի հեռախոսազանգ Արմենի կողմից։ Որովհետև ինքը այնքան էր վախենում իր հարուստ կնոջը կորցնելուց, որ իր համարով երբեք ինձ չի զանգել։ Ամբաստանյալ նստեք։ Ներս հրավիրեք առաջին վկային։ Այսօր մեղադրյալի աթոռին է մի տղա, ով մեղադրվում է 118 հոդվածի հատկանիշներով։ Այն է դիտավորությամբ մարմնական վնասվածքներ պատճառել իր նախկին սիրուհու ներկայիս ամուսնուն։ Հարվածների ուժգնության պատճառով վերջինս կորցրել է իր տեսողությունը եւ չի կարող ճանաչել իր վրա հարձակում կատարողին։ Ինչպես նաեւ տուժողի մոտ առկա են առողջության քայքայում եւ ընդհանուր աշխատունակության կորուստ։ Տուժողի կողմը վստահ է, որ այս ամենն իր նախկին սիրեցյալի ձեռքի գործն է, սակայն պաշտպանի հավաստմամբ դա ուղղակի վիրավորված, լքված կնոջ ենթադրություններ են, եւ որ այս արարքով նա փորձել է վրեժ լուծել իր նախկին սիրեցյալից։ Դատապաշտպանը պնդում է, որ իր պաշտպանյալը ամուսնությունից հետո ոչ մի կապ չի պահպանել մեղադրող Մերիի հետ։ Այս ամենի հեղինակը Ամբաստանյալը չէ, այլ կողմնակի անձ։ Սակայն դատավարության ավարտին Մերիի հայտարարությունը անակնկալի բերեց բոլորին։ Թե ինչ որոշում կընդունի դատարանը, կիմանանք հենց հիմա։ Լիաննա Այվազյան, Այո, ասացեք խնդրեմ, Ամբաստանյալը ձեր ինչն է։ ամուսինս։ Կողմեր ձեր հարցերը։ Կասեք հունվարի 8-ին հանցագործության օրը, որտեղ է եղել ամբաստանյալ Արմեն Այվազյանը։ Մեր տանը իմ հետ Իսկ երբ է տուն եկել։ ժամը 10-ին։ Կասեք հունվարի 7-ից 8 նկատ ժամանակահատվածում ձեր ամուսնու մոտ որևէ արտասովոր զանգ չեք նկատել կամ ինչ որ անհանգիստ վիճակ։ Դե արտասովոր զանգ, որից ինքը կնյարդայնանար, չէ, նման բան չեմ հիշում, բայց անհանգստացած հաճախ է լինում, դե գործերի հետ կապված։ Իսկ ասեք ձեր ամուսինը որտեղ եւ որպես ինչ է աշխատում։ Դե մենք համակարգիչների խանութների մեծ ցանց ունենք ողջ Հայաստանի տարածքում ու ինքը այնտեղ որպես գործադիր տնօրեն է աշխատում։ Իսկ ում է պատկանում այդ մեծ ցանցը։ Հայրիկիս։ Պարզ է։ Ասացեք, դուք ճանաչում եք տուժողին։
Դե, ես նրան երբեք չեմ տեսել, բայց գիտեմ, որ ինքը կա։ Կպատմեք որտեղից գիտեք։ Նախկինում ինքն ու ամուսինս հանդիպել են։ Հետո երբ որ մենք ընկերություն ենք արել, ամուսինս թողել է իրեն։ Այդքանը։ Ոչ, ամուսնությունից հետո ինքը միշտ էլ զանգել է ամուսնուս։ Զանգում ասում էր, որ կարոտել է, որ չի դիմանում, հեսա ինքնասպան կլինի։ Դուք դա լսել եք ձեր ականջներով, թե ձեր ամուսինն է այդպես ներկայացրել։ Ես շատ եմ լսել իրենց խոսակցությունները։ Ու ամուսինս միշտ էլ ասում էր, որ գիտես ինչ մի զանգի, զզվացրիր, այ անամոթի մեկը, այ աներես։ Ինչու եք ստում։ Արմենը երբեք ինձ հետ նման ձև չի խոսել։ Ոնց թե չի ասել։ Մի օր էլ ես հետդ խոսացի հեռախոսով։ Չես հիշում։ Ինչու եք ստում։ Նման բան չի եղել։ Իսկ դուք զրույցի ժամանակ լսել եք, որ ձեր ամուսինը հիշատակում է Մերի անունը։ Իհարկե։ Իսկ գուցե դա ուրիշ Մերի է եղել, որն իրոք անհանգստացրել է ձեր ամուսնուն։ Ես կարող եմ ապացուցել, որ հենց այս Մերիի հետ եմ խոսել։ Խնդրեմ, ապացուցեք։ Դե ես ձայնագրել եմ իմ եւ ամուսնուս նախկինի հեռախոսազրույցը։ Ամեն դեպքում զգուշությունը լավ բան է։ Ալո, Արմ ջան, ինչի՞ ես խոսում։ Արմենը չի։ Ջանքացա իսկ ով է։ Արմենի կինն է։ Ինչ ես լռում անամոթի մեկը։ Ինչի հանգիստ չես թողնում ամուսնուս։ Լսեք, մի վիրավորեք։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Եթե մի անգամ էլ զանգեցիր, արդեն իմ հետ ես գործ ունենալու, հասկացար։ Լսեցիր, չէ՞ քեզ ինչ ասեցի։ Հասկացար։ Արմենը գիտի, որ դուք զանգել եք ինձ։ Արմենը ոչ միայն գիտի, այլև ինքն է ասել, որ քեզ զանգեմ, հասկացար։ Ու հիմա ինքը կողքս է, ու այս ամեն ինչը լսում է։ Ու վերջ, անամոթը շոկի մեջ էր, էլ ոչ մի բան չկարողացավ ասի։ Խնդրեմ։ Սրանից է լավ ապացույց, ձայնագրության մեջ շատ պարզ լսվում է Մերիի ձայնը։ Հիմա էլ կասեք, որ սա հազվադեպ հանդիպող ձայներից է։ Եվ մեր օրերում նմանատիպ ձայները շատ են։ Բայց այս հեռախոսազանգը ոչ մի էական նշանակություն չունի։ Ինչպես թե չունի, քիչ առաջ մեղադրող կողմը մերժում էր, որ երբեք հեռախոսազրույց չի ունեցել Լիաննայի հետ։ Մերի, ընդունում եք, որ սա ձեր ձայնն է։ Այո։ Դուժող, կասեք ինչու քիչ առաջ հերքեցիք այն փաստը, որ հեռախոսազանգ չեք ունեցել վկայի հետ։ Ես ամաչեցի։ Շատ ցածրացած զգացի Արմենի կնոջ մոտ։ Այսինքն դուք զանգահարել եք Ամբաստանյալին։ Այո, իրականում շատ, բայց Արմենը ինձ երբեք չի վիրավորել։ Մի անգամ է եղել, որ գոռացել է ինձ վրա, այն էլ հետո բացատրեց, որ կինը կողքն է եղել, դրա համար էլ չի կարողացել խոսի, բայց ասեց, որ համբեր եմ։ Ինչ հիմարն էի ես։ Այսինքն ինչ է ստացվում։ Երբ Ամբաստանյալը խոսել է ձեզ հետ հեռախոսով, նա եղել է շատ սիրալիր, բայց երբ նրա կինը նրա կողքին է եղել, նա ձևացրել է, թե դուք իրեն զզվեցնում եք, անհանգստացնում եւ անգամ հետապնդում։ Այո, հենց այդպես է։ Իմ ամուսինը քեզանից զզվում է։ Ոնց կարար տենց բաներ աներ։ Հարցեր ունեք, կողմեր։ Ոչ։ Վկա կարող եք նստել։ Ներս հրավիրեք հաջորդ վկային։ Բարև ձեզ։ Արսեն Գասպարյան, ծնված 1977 թվականին, բնակվում է քաղաք Երևան, Գուլբեկյան 14-ա։ Հա։ Ամբաստանյալը ձեր ինչն է վկա։ Ամբաստանյալն ով է։ Հա ինչ կար խնդալը որ։ Ինքը շեֆը սա, մեր տնօրենն է, դες ախրանիկն եմ, համել իր վստահված անձն եմ։ Խնդրեմ ձեր հարցերը։ Փաստորեն դուք անվտանգության աշխատող եք։ Հա, էլի։ Կասեք հունվարի 8-ին ինչով էիք զբաղված։ Հունվարի 8-ին ապրանք ստացանք։ Հա, դե այդ շեֆը գնաց տուն, ես էլ մնացի ընդ որ տիրություն անեմ, էլ այդ բանվորները չխմեն բան ընդ ապրանքի հերնանից են։ Իսկ մինչև քանիսը մնացիք։ Մինչև ժամը դե շեֆը գնաց տուն, ու տենց մի ժամ ու կես էլի։ Ասացեք խնդրեմ, դուք այդ օրը որքան ժամանակ եք անցկացրել ձեր տնօրենի մոտ։ Այս աղորն է իրար հետ ենք եղել։ Կողմեր հարցեր։ Դուք ճանաչում եք տուժողի ներկայացուցչին։ Հա, ոչ չեմ ճանաչում։ Շեֆից նախքին մի քանի անգամ էլ օֆիսի մոտ տեսել եմ ես իրան։ Օֆիսի դիմաց ինչ էր անում։ Դե շատ իմանամ ինչ էր անում, իր համար ման էր գալի։ Հա, չնայած մի անգամ հարցրեց, ասեց շեֆը քանիսին է ժամը դուրս գալու, որ գնա տուն։
Խնդրեմ, ապացույցը, որ մեղադրող կողմը հետևել է իմ պաշտպանյանին։ Իսկ կարող եք հիշել մոտավորապես քանի անգամ եք տեսել տուժողին օֆիսի դիմաց կանգնած։ Քանի անգամ եմ տեսել։ Դե մի քանի անգամ տեսել եմ, այդպես չեմ կարա թիվ ասել։ Հարգելի դատարան, խնդրեմ եւս մեկ ապացույց, որ մեղադրող կողմն է հետապնդել իմ պաշտպանյալին։ Այդ որ մի կինը իրեն թույլ կտա վազի տղամարդու հետևից, եթե վերջինիս կողմից նա մերժված է։ Իր օֆիսը իմ տանը շատ մոտիկ է, ու ես մի քանի անգամ գնացել եմ նրա մոտ։ Դրա մեջ ինչ կա։ Եվ հետո դա շատ վաղուց էր։ Ես վկային այլևս հարցեր չունեմ։ Վկա կարող եք նստել, ներս հրավիրեք հաջորդ վկային։ Մանյա Պետրոսյան, Այո, տուժողը ձեր ինչն է, Մանյա։ մենք հարազատ քույրեր ենք։ Շատ լավ։ Ձեր հարցերը։ Ճանաչում եք Ամբաստանյալին։ Իհարկե, այս սրիկան դեռ փոքր տարիքից քրոջս հանգիստ չէր տալի։ Չէր թողում, որ քուրը շնչի։ Չէր թողում, որ մեկն ու մեկի հետ խոսա։ Ում հետ էլ որ մերին դասարանում խոսար, սաղին բռնում ծեծում էր։ Ահա մերին քիչ առաջ ասեց, որ երբ ձեր քույրը իր ամուսնու հետ վերադարձել է Ծաղկաձորից, դուք զանգահարել եք նրան եւ կանչել եք ձեր տուն, այդպես է։ Այո, Արմենը մերիի տանտեղը չգիտեր։ Չնայած չեմ կարծում, որ ռիսկաներ գնար ամուսնացած կնոջ տուն։ Բայց դե սրանից ամեն ինչ էլ սպասելի է։ Լավ, մերին եկավ ձեր տուն, հետո ինչ եղավ։ Դե որ մերին տեսավ Արմենին, շատ ջղայնացավ, նեղվեց, սկսեց ինձ մեղադրել։ Բայց դե հետո մտածեց, որ շատ ավելի լավ, գոնե սենց վերջնական լեզու կգտնի հետը։ Բայց դե Արմենը ոչ մի բան չէր ուզում լսեր։ Ասում էր, որ չի սիրում իր կնոջը, որ մենակ մերիին է սիրում, որ քիչ մնաց, ամեն ինչ շատ լավ է լինելու։ Ասում էր, որ մերին թողնի իր ամուսնուն ու իրանք դեռ երջանիկ են լինելու։ Իսկ այդ ամբողջ խոսակցությունը տեղի էր ունենում հենց ձեր ներկայությամբ։ Ոչ, ես ուղակի թաքուն լսել եմ։ Լավ, շարունակեք։ Երբ Արմենը տենց համոզում էր մերիին, քույրս ասեց, որ հիմա ինքը շատ երջանիկ է իր ամուսնու հետ ու մոռացել է Արմենին, էլ չի սիրում իրան։ Ու գոռաց, որ իրան հանգիստ թողի։ Այդ ժամանակ Արմենը խփեց մերիին։ Սուտ այ շիզոֆրենիկների ընտանիք։ Այս երկու քրով ուզում եք գլխի սարքեք։ Շարունակեք կպել եմ փոք չգալ ինձանից։ Լռություն դալիճում։ Շարունակեք, երբ նա հարվածեց ձեր քրոջը, դուք ինչ արեցիք։ Արմենին իմ տնից դուրս վռնդեցի։ Իսկ մերիին էլ խնդրեցի, որ ամեն ինչ պատմի Սաքոին։ Մերին չէր ուզում իր ամուսնուն ոչ մի բան պատմեր։ Վախենում էր, որ Արմենը Սաքոին հանկարծ չվնասի։ Այդ ես համոզեցի, որ պատմի։ Բա իր ամուսինն է, եթե պետքա չկարողանա իր կնոջը պաշտպանի, ուրեմն էլ ինչ ամուսին։ Ու մերին համաձայնվեց։ Ոչ, շատ վախեցավ։ Ասեց, որ Սարգիսին կվնասի։ Բայց հետո հասկացավ, որ ուղակի ուրիշ ելք չկա, որ Արմենը անուղելի է։ Ու մի բան էլ ավելացնեմ, Արմենը շատ շահամոլ է եղել, շատ։ Ինքը իր շեֆի աղջկա հետ միայն փողերի համար է ամուսնացել, բայց դե մերիին էլ չէր ուզում ձեռքից բաց թողներ։ Այդ տեսեք տուժողի ներկայացուցիչն ասում է, որ ինքը չի տվել իր ամուսնուն Արմենի հեռախոսահամարը, որովհետև չի հիշել։ Իսկ այդ դեպքում որտեղից նա կարող էր գտնել Արմենին։ Շատ հեշտ։ Սարգիսը ինձ զանգեց ու հարցրեց, թե ոնց կարողա տեսնի Արմենին։ Դե ես էլ Արմենի աշխատանքի տեղը ասեցի։ Ինձ ոչ ոք չի եկել տեսել, լսում ես։ Եթե ինչ-որ մեկը եկածածից տեսած լներ, իմ օֆիսի կամերաները սաղ նկարած կլեն, իսկ իմ կամերաները ոչ մի բան չկա նկարած։ Իսկ կարող եք տեսնել այդ նկարահանումները։ Կարող էինք, ցավոք սրտի ոչ։ Եթե սիմանայի այսենց գլխիս կսարքեն, ես չէի ջնջի, իսկ հիմա ջնջած է։ Ուրեմն իմաստ չուներ այդ մասին հիշատակել։ Կարծում եք սիրող տղան ինչպես դուք եք պնդում, իրեն թույլ կտար նման վիրավորանքներ հասցնել իր սիրած աղջկան եւ նրա քրոջը։ Ներեցեք, ես մտածում եմ, եթե Արմենը սիրեր, ապա նա անպայման կխոստովաներ։ Որովհետև Արմենը փողը եւ իշխանությունը ամեն ինչից շատ է սիրում։ Դրա համար էլ նա երբեք չէր խոստովանի, որ սիրում է մերիին։ Ես զզվում եմ քո կնոջից, լսում ես։ Դրա համար է հիմա քեզանից հղի։ Ինչեր ես խոսում, Մանյա։ Կներես մերի, չէի ուզում ասեի, բայց ստիպեց։ Մեր ջան, մեկա վաղ թե ուշ իմանալու էր։ Հերիքա քիթդ խոթես իմ կյանքի մեջ, հասկանում ես, հերիքա։ Սաղ դու ես մեղավոր, որ սենց եղավ։ Լեան ջան, այս սաղ սուտ է, տենց բան չի կարալ, սաղ սուտ են խոսում, սաղ սարկում են, որ մեր ընտանիքը քանդեն, ուզում են ցեց գցեն, ուզում են տանեն, չգիտեմ սարկում են, սաղ սուտ է, խնդրում եմ, Լեան ջան, ցավդ տանեմ, չհավատաս դու սրանց։ Հղի ես դու Արմենից։ Քո հետ եմ։ Հարցիս պատասխանի, հղի ես այ անբարոյական։ Լռություն դատարանում։ Ասացեք, դուք Ամբաստանյալից հղի եք։ Մերի դե ասա պրծի էլի։
Հարգելի դատարան, ուղղակի ինքը չի ուզում, որ Արմենը դրա մասին իմանա։ Թույլ տվեք թող Մերին պատասխանի։ Արդեն 3 ամիս է։ Ես քեզ կսպանեմ, արա լսում ես, Ժերիկա սուտ ասես դարվերս այդ Ժերիկու։ Նայեք, էլի ուզում ա խփի քրոջս։ Լռություն։ Մերի, եթե դուք հղի եք Ամբաստանյալից, ինչու ամուսնացաք ուրիշի հետ։ Խաբել եք նրան։ Ոչ, ես չեմ խաբել Սարգսին։ Ինքը գիտեր, որ ես Արմենից հղի եմ։ Եվ ձեր ամուսինը այդպես հեշտ ընդունեց ուրիշի երեխային։ Այո։ Ես ասացի, որ ինքը բաժանված է եղել։ Իսկ բաժանության պատճառը եղել է, որ ինքը անպատող էր։ Դրա համար, երբ որ իմացավ, որ ես հղի եմ Արմենից, ուրախացավ։ Բայց մենք որոշել ենք ոչ ոքի չասենք դրա մասին։ Վկա դուք ազատ եք, կարող եք նստել։ Դու կարաս ապացուցես, որ այդ Արմենի երեխան է։ Իհարկե, եթե քո հավատարիմ ամուսինը համաձայնի գենետիկ անալիզներ տան։ Փաստորեն այսքան ժամանակ տականքի հետ եմ, հա, ապրել։ Սաղ սուտ ասում, ուզում է քանդի մեր ընտանիքը, Մերի։ Լիան, դու պետք է հավատաս ինձ։ Ինձ պետք է հավատաս, Լիան։ Հավատամ։ Լիան ջան, եթե դու ինձ չհավատաս, ես չգիտեմ իմ հետ ինչ կլինի, ցավդ տանեմ, հավատա, խնդրում եմ քեզ։ Հավատամ, Արմեն, հավատամ։ Ես կնստեմ ստեղ ու կհետևեմ դատի ողջ ընթացքին։ Հիմա ինչ կասեք, շարունակելու եք պաշտպանել Ամբաստանյալին։ Դա դեռ հայտնի չէ, թե ում երեխան է, եւ եթե նույնիսկ ընդունենք, որ իմ պաշտպանյալի երեխան է, դա դեռ չի նշանակում, որ նա է Մերիի ամուսնուն ծեծի ենթարկել։ Հարգելի դատարան, ես այլևս հարցեր չունեմ։ Մյուս վկային կանչեք, խնդրում եմ։ Միքայել Սիմոնյան, ծնված 1988 թվականին, բնակության վայրը քաղաք Երևան, Այգեձոր 44 տուն։ Այո, Մասնագիտությամբ ինչ եք։ էլեկտրոնշիկ, համակարգչային ինժեներ եմ։ Խնդրեմ ձեր հարցերը։ Ասացեք խնդրեմ, Միքայել, ինչքան ինձ հայտնի է, դուք ինքներդ եք ցանկություն հայտնել այսօր գտնվել այստեղ, այդպես է։ Հա, դուք ճիշտ եք ասում։ Երբ որ ես իմացա Արմենի դատավարությունն է, ես ինքս ցանկություն ունեցա ներկա գտնվել եւ վկայություն տալ։ Ու երբ որ հասկացա ինչի համար են դատում, ավելի մեծացավ ցանկությունս։ Իսկ Ամբաստանյալին որտեղից եք ճանաչում։ Մենք միասին աշխատել ենք, երկուսս էլ էլեկտրոնշիկ ենք։ Հիմա միասին չեք աշխատում։ Չէ։ Արմենը ինձ հեռացրել է աշխատանքից։ Իսկ ինչպես եղավ, որ Ամբաստանյալը ձեզ աշխատանքից հեռացրեց, չէ՞ որ նա էլ ձեր նման համակարգչային մասնագետ էր։ Այո, ճիշտ եք։ Բայց ինքը շատ խորամանկ գտնվեց։ Ինքը սիրահետեց Լիաննային, մեր շեֆի աղջկան, ու երբ որ դարձավ գործադիր տնօրեն, այդ ժամանակ էլ ինձ հեռացրեց գործից։ Իսկ ձեզ հեռացնելու պատճառը ո՞րն էր։ Երբ Արմենը ամուսնացավ Լիաննայի հետ, ճիշտ է, դժվարությամբ, բայց համակերպեցի այդ մտքի հետ։ Ես դուխը թել է քեզ ուտում, այդ տղա։ Լռություն։ Դե ես ասեցի արդեն, Լիաննան ինձ շատ էր դուր գալիս, բայց ես այդ մասին ոչ ոքի չէի ասում։ Անգամ Արմենը չգիտեր այդ մասին։ Բայց հետո երբ որ իրենք ամուսնացան, Արմենը իրեն Լիաննայի նկատմամբ շատ վատ էր պահում։ Կներես, բայց Արմենը ինձ երբեք չի նեղացրել։ Իսկ ավելի կոնկրետ։ Դե դավաճանում էր իրան։ Արա ով ես դու վաբշարա։ Իսկ դուք որտեղից գիտեք, որ Ամբաստանյալը դավաճանում էր իր կնոջը։ Մի անգամ Արմենը ինձնից հեռախոս ուզեց զանգելու համար։ Հետո ես զարմացա այդքան հեռախոսունը ինչի համար է ինձնից հեռախոս ուզում։ Երբ որ 1-2 անգամ կրկնվեց, ես ականջ դրեցի այդ խոսակցությանը ու լսեցի ամեն ինչ։ Իսկ ում հետ էր խոսում Ամբաստանյալը հեռախոսով։ Իր սիրուհու, Մերի։ Իսկ ինչ բովանդակություն էր պարունակում այդ հեռախոսազանգը։ Ասում էր, գիտես, ինձ համար հեշտ է իր կողքին քնելը, բայց քո մասին մտածելը։ Այդ տականք, այսքան ժամանակ օգտագործել ես, հա ինձ։ Լիան սիրում եմ քեզ, խաբում եմ Լիան։ Լռություն։ Թույլ կտակ շարունակել։ Այո, խնդրեմ։ Իսկ դուք հիշում եք այդ խոսակցությունը Ամբաստանյալի ամուսնանալուց հետո էր, թե առաջ։ Հա, ամուսնությունից հետո էր։ Ես նույնիսկ փորձեցի Արմենի հետ խոսել։ Ասացի, որ Լիաննան նման վերաբերմունքի արժանի չի, բայց Արմենն ասաց, որ ինքը Լիաննային շատ է սիրում ու այդ աղջկա հետ ժամանակ է անցկացնում։ Ու հետո չանցած մի շաբաթ ինձ հանեց գործից։ Ասացեք խնդրեմ, Միքայել, դուք սիրահարված եղել եք ձեր տնօրենի աղջկան Լիաննային։ Այո։ Իսկ միգուցե այն փաստը, որ ձեր սիրելին ամուսնացել է ուրիշի հետ, դիպավ ձեր ինքնասիրությանը եւ դուք հիմա փորձում եք նման ցուցմունք տալով վնասել իմ պաշտպանյալին։ Ես վնասեմ, այդ ինքն է ինձ վնասել։ Հետո ես մի շաբաթ ծանր վնասվածքներով ու ջարդվածքներով պարկած էի հիվանդանոցում։ Այսինքն ինչպես է ձեզ վնասել։ Անցյալ տարի
Երևան Դուբայ չվերթով վերադառնում էի Հայաստան ու բիզնես կլասում հանդիպեցի Արմենին եւ Լիաննային։ Խոսեցինք, այդպես հումորներ էինք անում իրար հետ, շփվում էինք, բայց դա կարծես Արմենին դուր չէր գալիս։ Հետո Լիաննան հարցրեց ինչի համար մեզ մոտից դուրս եկար, հիմա որտեղ ես աշխատում։ Ու դրանից մեկ օր հետո աշխատանքից տուն գնալու ժամանակ մի հատ կերած խմածարճ դուբինկով հարձակվեց վրես։ Իսկ մոտակայքում մարդիկ չկային, որ օգնեին ձեզ։ Չէ, չկային։ Իսկ հետո Էլ ինչ հետո, ոչինչ չեմ հիշում, արթնացա հիվանդանոցում էի։ Իսկ դուք ոչ մի իրավապահ մարմինների չեք դիմել։ Չէ, չեմ դիմել։ Մտածեցի ինքս կլուծեմ իմ հարցերը։ Եվ սրանից էլ լավ առիթ, որպեսզի իմ պաշտպանյալի երեսին ցեխ շպրտեք։ Ցեխ շպրտեմ։ Հարգելի դատարան, սա այն փաստաթուղթն է, որտեղ հստակ նշված է, թե ես ինչքան ժամանակ եմ պարկել հիվանդանոց եւ ինչ կոտրվածքներով։ Սա էլ իմ անձնագիրն է, որտեղ կա այն պեչատը, որ ես Դուբայից վերադառնում եմ Հայաստան։ Կարող եք Արմենի անձնագիրն էլ ստուգել։ Տեսնենք, թե այդ նույն օրը ինքն էլ է եկել Դուբայից, թե ոչ։ հարգելի դատարան, կարելի է մի միջանկյալ հարց տալ Ամբաստանյալին։ Կարելի է, Ամբաստանյալ, կանգնեք։ Ասացեք, խնդրեմ, վկա Միքայելը ճիշտ էր ասում, որ հանդիպել է փետրվար ամսին ձեզ Դուբայ-Երևան չվերթի ժամանակ։ Այո։ Արա դու եթե այսքան տաղություն ունենայիր քո մեջ, կգային իմ հետ քո հարցերը կլուծեր, եկել ես թե ինչ կապիկություն ես անում, դու այ խզիկ։ Փաստորեն դուք չեք շղթում, որ վկային վնասվածքներ եք պատճառել։ Հա, չեմ շղթում։ Կարելի է վերջին հարցը վկայի։ Խնդրեմ։ Նա է ձեզ մարմնական ծանր վնասվածք հասցրել, Դա արդեն կապ չունի, ես չեմ դիմել ոստիկանություն եւ չեմ բողոքել։ բայց նա է։ Հա, ես եմ ծեծե։ Բայց սրա մարդուն ես մատով չեմ կպե։ Ինքն է։ Եթե հարցեր այլևս չկան, վկա, դուք ազատ եք։ Արդեն ամեն ինչ պարզ է, մեղադրող կողմը պատրաստ է զեկույցի։ Ես գտնում եմ, որ տուժողը զոհ է մի խանդոտ, անմարդկային, եսասեր տղամարդու արարքին։ Ամբաստանյալ Արամ Այվազյանը սիրահարված է եղել տուժող Մերի Պետրոսյանին։ Դրա մասին փաստեցին թե տուժողի քույրը եւ թե վկա Միքայել Սիմոնյանը։ Այո, Մերի Պետրոսյանը նույնպես չժխտեց այն փաստը, որ ինքը նույնպես սիրել է Ամբաստանյալ Արմեն Այվազյանին։ Սակայն Արմենի մշտապես ստելը, թե նա ամուսնացել է իր տնօրենի աղջկա հետ միմիայն ֆինանսապես ապահովություն ունենալու համար եւ մի օր թողնելու է իր կնոջը, որպեսզի Մերիի հետ միասին ապրի, նրան ստիպել են չլքել Ամբաստանյալին։ Սակայն ինչպես վստահեցրեց Պետրոսյանը, նա մի օր պատահական տեսնելով Ամբաստանյալին իր կնոջ եւ երեխայի հետ երջանիկ զբոսնելիս, հասկանում է, որ Ամբաստանյալը խաբում է իրեն, եւ որ նա երբեք չի թողնի իր կնոջը իր հետ լինելու համար եւ որոշում է վերջնականապես լքել իր սիրած անձնավորությանը, փորձելով ինքնուրույն երջանիկ լինել։ Սակայն արի ու տես, որ Ամբաստանյալը ոչ մի կերպ չի համակերպվում սիրուհու հեռանալու մտքի հետ։ Մերին վերջապես քրոջ խորհրդով որոշում է հայտնել ամուսնուն Արմեն Այվազյանի ոտնձգությունների մասին։ Սարգիս Մարգարյանը Մերիի քրոջից ճշտելով Ամբաստանյալի աշխատանքի վայրը որոշում է խոսել Ամբաստանյալի հետ։ Սակայն վերջինիս էլ, ինչպես տեսանք բոլորս եւ համոզվեցինք, մարդավարի խոսելով հարցեր չի լուծում։ Նա բոլոր հարցերը լուծում է բռնությամբ, որը ապացուցվեց գործով վկա Արսեն Գասպարյանի ցուցմունքով։ Եվ այսպես ես խնդրում եմ Ամբաստանյալին մեղավոր ճանաչել եւ պատժել օրենքի ողջ խստությամբ։ Ճառի համար խոսքը տրվում է Ամբաստանյալի շահերի պաշտպանին։ Եկեք այսպես պատկերացնենք. մերժված լքված կինը, ում լքել է իր սիրելի տղամարդը ամուսնանալով ուրիշի հետ, ինչ կարող էր անել։ Միգուցե եւ ոչինչ էլ չաներ։ Սակայն ցանկացած հնարավորություն իր ձեռքից բաց չէր թողնի, որպեսզի պատժեր իրեն մերժող տղամարդուն։ Դա ես չէ, որ պետք է ասեմ։ Ես բազմիցս ներկա եմ գտնվել նման դատավարությունների, մի խոսքով չմանրանամ։ Իսկ այն թե ով եւ ինչու է ծեծի ենթարկել տուժողի ներկայացուցչի ամուսնուն, դա ես չեմ կարող ասել, եւ դա ցույց կտա դատական քննությունը։ Ուստի խնդրում եմ նրան ճանաչել անմեղ։ Ամբաստանյալ, ձեզ վերջին խոսքի իրավունք է տրվում։ Ես մեղավոր չեմ։ Դատարանը վճռեց Ամբաստանյալ Արմեն Այվազյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով եւ դատապարտել ազատազրկման 6 տարի ժամանակով։ Խափանման միջոցը թողնել անփոփոխ։ Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ դատարան 1 ամսյա ժամկետում։ Դատական նիստը հայտարարում է փակված։